Ինչպես արդեն հայտնել ենք, ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քրոջն ու եղբայրներին տեղափոխել են Հով։ Որոշեցինք երեխաներին հենց այսօր տեղափոխել Հով, մոր հետ զրուցեցինք, երեխաների հետ զրուցեցինք, մայրը մի քիչ հուզվեց, լացեց, ասացինք ոչ, արի այսօր տեղափոխենք, այս մասին այսօրին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։ Նա հայտնեց նաև տեղի ունեցածից հետո սպանված փոքրիկի մայրը որոշել է լքել համայնքը։ Մայրը որոշել է այդ համայնքից դուրս գալ, գնալ իր հորական տուն, ասացինք, որ քո խիղճն էլ հանգիստ լինի, քո ուղեկցությամբ կտանենք երեխաներին, քո ձեռքով կտեղավորես նրանց, հետո կգաս քո տուն։ Հարցին երեխաներն ինչպես են ընդունել մորից բաժանվելու լուրը, Գալոյանը նշեց. դե մի երեխան հաշմանդամ էր, բացարձակ չէր զգում։ Էն չխոսող երեխան, որ Տիգրանի հետ էր սառած նայում էր, չէր խոսում։ Մեծ աղջիկն էր խոսում, ասացինք եղբայրներիդ էլ ուշադիր կլինես։ Պետք էր, որ երեխաներն այդ միջավայրից դուրս գային, երեխաների հետ աշխատանք կտարվի Հովում, այդ չխոսող երեխայի հետ այդքան էլ շատ աշխատանք չեն տարել։ Կարող է հիմա մի քիչ աշխատանք տանեն, արդեն բառեր ասի։ Հավելենք նաև, որ երեկ տեղեկացրել ենք Հովի տնօրեն Միրա Անտոնյանի զրույցը։ Վերջինս Պանորամայի հետ զրույցում նշել էր, որ այս պահին երեխաները սթրեսային վիճակում են։ Անկախ ամեն ինչից նրանք միջավայր են փոխել, դադարի փուլ է, նրանք հարմարվելու փուլում են, առայժմ հանգիստ ենք թողնում, ոչ մի հարց, ոչ մի քննախույս աշխատանք չի իրականացվում։ Երեխաները պետք է մի քիչ հանդարտվեն, հարմարվեն, հանգստանան, հետո նոր կսկսենք բուն մասնագիտական աշխատանքները, ասել է Անտոնյանը։ Նրա խոսքով երեխաների վրա բռնության հետքեր չկան։ Ավելի շուտ անխնամության հետքեր են, աղքատ ընտանիքից են երեխաները, երևում է, որ այդքան էլ որակյալ չի եղել ոչ սնունդը, ոչ խնամքը, դա զգացվում է երեխաների տեսքից, վիճակից, բայց չեմ շտապ ինչ-որ եզրակացություններ անել, դեռ լրիվ պատկերը չունենք, ասել է Հովի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավարը։ Երեխաների հետ իրենց մայրիկի տեսակցության արգելք այս պահին չկա։ Եթե մաման հանկարծ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չկարողացավ գալ ու տեսակցել երեխաներին, մենք ինքներս կտանենք երեխաներին, մինչև չլինի որևէ հակացուցում, արգելքի վերաբերյալ մեզ որևէ բան չեն ասեն։ Թե որքան կմնան կենտրոնում երեխաները այս պահին հստակ չէ, առայժմ պետք է երեխաների հետ աշխատել, մինչև այդ տագնապայնությունը, տրավմայի անմիջական ազդեցությունը մի փոքր մեղմվեն, տեղափոխում ինքնին սթրես է, բայց այդ վերջին շրջանում իրենց տուն հազարավոր մարդիկ են գնացել, իրենք շոկի մեջ են այս ամբողջ իրադարձություններից։ Մի ընտանիք, որն անգամ հյուր չի ունեցել, միանգամից այդքան մարդ է գնացել եկել, պարզ է, անսովոր վիճակ է իրենց համար, ասել է ծրագրի ղեկավարը։ Արդյոք հասկացել են երեխաները, թե ինչ է կատարվել իրենց ընտանիքում։ Մենք այդ հարցերը հիմա նրանց չենք տալիս, կդժվարանամ այդ մասին որևէ բան ասել, հիմա դադարի փուլ է, պետք է հանգիստ տալ երեխաներին, հետո աշխատել։ Այդ ամբողջ աշխատանքը կառուցված է լինելու իրենց կարիքների հիման վրա, երեխաները կամաց խնդիրները ցույց կտան, դրանից կախված աշխատանքը կկազմակերպվի դրանց մեղմման ուղղությամբ, այս պահին ոչինչ կոնկրետ ասել չեմ կարող։ Նշենք, որ 3-ամյա Տիգրանի սպանությունը ցնցել է հասարակությանը, մասնագիտական տարբեր շրջանակներ քննարկում են պատճառները, փնտրում մեղավորներ, նշում անելիքները։ Օրեր անց փոքրիկի ողբերգական մահվան մասին կմոռանան, կանցնեն կեղծ պատարագների, խաղաղության ու այլ օրակարգերի քննարկմանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ից որպես անհետ կորած 3-ամյա երեխային նախնական տվյալներով հայրն է խեղդամահարել։ Հավելենք նաև, որ այս օրերին նաև հարցաքննվել են Տիգրանի մայրը, տատիկը։ Նրանք ևս վախեցած եւ սարսափած են։ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն, դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 9-րդ կետերով սպանությունը։ Նա ձերբակալվել է։ Այն հարցին արդյոք ձերբակալվածը երեխայի հայրն է, քննչական կոմիտեից հաստատել են։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ ըստ նախնական տվյալների երեխայի հայրը խեղդամահանելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տիգրան Հովհաննեսովի ծնված 2022 թվական դին։ Թերեզա Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Լռեք մարդիկ, ուղղակի լռեք, զգույշ և կամաց խոսեք, փոքրիկ Տիգրանի խեղճ ու աղքատ ընտանիքը ցավ ու կսկիծի մեջ է, իսկ դուք անհանգստանում եք նրա մոր անարցունք լացի համար։ Տիգրանիս աչքերը բաց էր, թաթիկները հողոտ, չստերն իրենից մի փոքր հեռու։ Այսօր են արել ու թողել այդտեղ։ Բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն այս փոքրամարմին կինն է, ում դեմքն անհաղորդ է աշխարհին և մարդկանց։ Ամենադաժանն ինձ համար մանուկների մահն է, և արդեն 5-6 ժամ է վերադարձել եմ Տիգրանենց տնից, չեմ կարողանում կարեկցանքի խոսք գրել, պապանձվել եմ, բառերը կծղել ու դեմ են առել կոկորդիս։ Կարծես գիպս եմ կերել ու խեղդվում եմ, ողորմած Աստված, անարդար աշխարհ։ Նշենք, որ ժամեր առաջ հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է փոքրիկ Տիգրանի մարմինը։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է օրեր շարունակ որոնվող 3-ամյա Տիգրանի մարմինը գտնվել է, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Դեպքի վայրից հայտնել էր Գագիկ Շամշյանը, որ փրկարարները, պարեկները, ոստիկանները երեխային հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշնամիջյան հատվածում։ Գագիկ Շամշյանը դեպքի վայրից կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Տիգրանի մարմինը պատգարակով տեղափոխում։ Հավելենք նաև, որ այս ընթացքում և ինչպես նաև արդեն երեխայի մարմինը գտնվելուց հետո համացանցում շարունակում են տարատեսակ մեկնաբանություններ հնչեցնել այն մասին, թե ինչպես կարող էր նման դեպք տեղի ունենալ, այն, որ այս ամենը առեղծված է, նշում են և փաստում բոլորը։ Ավելի վաղ ներկայացրել էին Գեղարքունիքի մարզպետի խոսքը երեխայի անհետ կորելու մասին։ Արմրուր լրատվականի լրագրողը խոսելով Գեղարքունիքի մարզպետի հետ հարց է հնչեցրել՝ կա արդյոք որևէ վարկած, որտեղ կարող է լինել Տիգրանը։ Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ իրենք ամեն բան անում են երեխային գտնելու համար, հույս ունեն, որ կկարողանան գտնել երեխային ողջ և առողջ։ Լրագրողի այն հարցին, արդյոք ընտանիքը կամ մայրը որևէ կապ ունի երեխայի անհետացման հետ, քանի որ այս օրերին տարբեր խոսակցություններ են հնչում այդ ամենի վերաբերյալ, Գեղարքունիքի մարզպետն ասաց, որ ինքն իրեն չի կարող թույլ տալ նման բան ասել այդ ընտանիքի վերաբերյալ։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հարևանների հետ էր խոսել լրագրողը, ովքեր դեպքի վերաբերյալ տարբեր մտքեր էին արտահայտել։ Նրանցից շատերը պաշտպանել են Տիգրանի մորը, խոսել են այն մեկնաբանությունների մասին, որոնք հնչում են նրա հասցեին, նշելով, որ չի կարելի կնոջ մասին նման բաներ ասել, ոչ մի մայր չէր ցանկանա իր երեխայի հետ նման դեպք պատահել, ինքը պարզապես աշխատանքի է եղել, իսկ հարևաններից մեկն էլ հակադարձել է, նշելով, որ այս տարիքի երեխան մոր կարիք ունի և պետք է մայրը նրա խնամքով զբաղվեր։ Այն հարցին, թե այդ դեպքում ինչպես գումար վաստակեր, հարևաններից մեկն ասել է՝ ուրեմն թող երեխա չունենար։